Հնարավոր է արդյոք ստանալ հստակ ֆորմա առանց վերին ֆորմաների եւ առանց թղթե ֆորմաների։ Շատերը ուզում են սովորել մատնահարդարում, բայց ժամանակ չեն գտնում։ Ժամանակ փնտրել պետք էլ չի, քանի որ այս on-line դասի դեպքում դասերը քեզ մոտ պահպանվում են եւ դու երբ ուզում ես կարող ես դիտել։ Դիր+, ստացիր բոլոր պայմանները։ Ողջույն, ես Նունեն եմ եւ դու գտնվում ես առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիքում։ Ինչպես միշտ, այսօր եւս ունենք շատ կարեւոր եւ պետքական թեմա, որովհետեւ հիմա մենք անելու ենք աշխատանք, որտեղ ոչ մի տեսակի ֆորմաներ չենք օգտագործելու։ Ու դրա համար հեռացնում ենք սկզբի համար նախկին նյութը եւ չենք մոռանում նաեւ ացլոյկաների մասին, որովհետեւ դրանք հետագայում լիքը խնդիրներ կարող են առաջացնել։ Օրինակ, եթե մնում է ացլոյկան, ապա այնտեղ շատ հեշտ ու հարմար միջավայր է, կարելի է ասել, բակտերիաների զարգացման համար եւ սունկ առաջանալը ուղղակի 50-50 է։ Շատ հնարավոր է առաջանա եւ շատ հնարավոր է, որ ոչ։ Բայց նաեւ կարող է առաջացնել այլ խնդիրներ, օրինակ նոր նյութը հին նյութի հետ միասին կարող է պոկվել։ Նախկին նյութը հեռացնելուց հետո կարճացնում եմ եղունգը բոռապարատի օգնությամբ եւ միանգամից հարթեցնում եմ, որպեսզի հետո երկար բարակ խարտոցով աշխատանք չանեմ այստեղ։ Երբ որ մոտիկից ենք նայում, տեսնում ենք անջատված եզրեր նյութի ու դրա համար հենց բոռապարատի գլխիկի եզրով հեռացնում ենք այդ անջատված բոլոր եզրերը։ Ինչու եղունգի վրայի ծածկույթը չի կարելի երկար գրել։ Այստեղ մենք տեսնում ենք արդեն իսկ կառուցված եղունգը, իսկ հիմա պատկերացնում ենք, որ այն աճել է եւ եկել է առաջ։ Բնականաբար մեր բնական եղունգը այստեղ ավելի տափակ է ու այս բարձրությունը ունի, այս ապեքսը մենք ստեղծել ենք արդեն նյութի շնորհիվ։ Եվ այս նյութը, որը այստեղից է սկսվում, արդեն գալիս է ու հայտնվում է ահա այս հատվածում։ Այստեղ բնականաբար այլևս նյութ չկա։ Երբ որ գալիս է հասնում է այս հատվածում, արդեն ամբողջ ծանրությունը ընկնում է մեր եղունգի եզրի վրա։ Այս նյութի քանակությունը մեզ համար, մեր մարմնի համար ծանր չէ, եղունգի համար այն ծանր է։ Այդ իսկ պատճառով, սիրելի հաճախորդներ, երբ որ գնում եք ձեր մատնահարդարների մոտ, մի նեղացեք ու մի ասեք, որ այս անգամ լավ չէր ստացվել, որովհետև կոտրվել է։ Իրականում կոտրվել է, որովհետև դուք ժամանակից շատ եք պահել, բնականաբար ծանրությունը հայտնվում է եղունգի եզրի վրա եւ այն հեշտությամբ կարող է այս հատվածում կոտրվել։ Եվ բացի այդ, այդպես անելու շնորհիվ ժամանակի ընթացքում ձեր եղունգի աճման ֆորման կարող է փոխվել եւ կարող է այն սկսել դեպի ներքև կախվել, որովհետև դուք ստիպողաբար այնպես եք անում, որ այս եղունգը այնքան երկար նյութը մնա այստեղ, ծանրանա ու հետեւաբար ինքն իրան, դա լրիվ բնական երևույթ է, դուք ստիպում եք, որ այն աճելով ներքև իջնի։ Ինչպես որ նյութով կարելի է եղունգը տևական ժամանակ հարդարելուց հետո ունենալ ավելի գեղեցիկ կառուցվածքով, ավելի կոկիկ եղունգ, այնպես էլ սխալ աշխատանքի կամ երկար գրելու դեպքում եղունգը կարող է ձևանալ։ Ինչպես նաև այդպիսով հավելյալ աշխատանքի համար դուք հավելյալ վճարելու եք։ Այնպես որ դուք որոշեք ձեր եղունգները որքան եք պահելու սերի հաճախորդներ։ Ես օգտագործում եմ կերամիկական ֆրեզան նյութը հեռացնելու համար հենց Nail brand-ից։ Ես բոլոր արտիկուլները կթողնեմ ներքևում, բայց նաև պարտադիր շեշտեմ, որ եթե գնումները կատարում եք Nail brand-ից, ապա մենք ուղարկում ենք ձեզ HiPost-ով։ HiPost-ի առաքման համար վճարում է մեր կազմակերպությունը, ինչպես նաև պարտադիր ստանում եք նվերներ։ Այստեղ արդեն բացում են կուտիկուլայի հատվածը։ Բացելուց հետո կլինի դա մետաղական ֆրեզա, թե փայտյա փուշեր, անցկացնում եմ այսպես սահեցնելով, որ տեսնեմ արդյոք կպած տեղեր մնացել են, թե ոչ։ Կարող ենք սկսել աշխատանքը արդեն ալմազե ֆրեզայի օգնությամբ։ Միայն տեսեք Nail brand-ի ֆրեզան ինչ արագ կերպով է հեռացնում բոլոր մնացած մեռած մաշկը, կպած մաշկը եղունգի վրա, կուտիկուլայի տակ եղած մաշկը, որը չոր է եւ պետք է հեռացնել։ Այս պահին բոռապարատը միացված է forward ուղղության վրա եւ ես մաքրում եմ իմ ձախ ուսի կողմը։ Անկամ եթե հաճախորդը հիմա իմ դիմաց նստած լիներ, կլիներ հաճախորդի աջ կողմում, իմ ձախ կողմում։ Երբ որ մաքրում եմ, անպայման ինչպես նկատել եք, իջնում եմ ներքև եւ կողային բարձիկները եւս մշակում եմ, որպեսզի հետո կոշտ չլինեն եւ ստիպված չլինեմ կտրելու կտրող գործիքով։ Դա կլինի մկրատ, թույզեր, թե կուսաչկա, ընդհանրապես կապ չունի, պարտադիր մշակում ենք մաշկը, որովհետեւ ցանկացած կտրող գործիքով կտրելիս այդ հատվածները ավելի կոպտանում, կոշտանում են եւ հետո արդեն ավելի բարդ է դառնում դրանց մշակելն ու մաքրելը։ Ամեն ամսվա մեկից ես ունեմ on-line 2 ամսյա կուրս, որի 2 ամսվա համար դուք վճարում եք ընդամենը 25000 դրամ։ Այս անգամ սկսվելու է հուլիսի 1-ից, մյուս անգամ օգոստոսի 1-ից։ Այնպես որ ես չգիտեմ, թե դուք այս պահին երբ եք դիտում այս հոլովակը, բայց իմացեք, որ ամեն ամսվա 1-ից մենք ունենք այդ on-line կուրսը։ Այնպես որ կարող եք գրել իմ Instagram-յան էջին եւ բաց չթողնել։ Արդեն պետք է մաքրեմ մյուս կողմը ու դրա համար անպայման բոռապարատը անջատում եմ, հետո շարունակում գործս, լսեք։
Զրոյացրեցի բոռ ապարատը, գրիչը կանգնեց ամբողջությամբ, այնուհետև միացրեցի ռևերս և այն արդեն պտտվում է ժամ սլաքի հակառակ ուղղությամբ և ես մաքրում եմ դեպի իմ աջ ուսի կողմը։ Իրականում գործողությունները նույնն են, մեջտեղից մաքրում եմ դեպի աջ ուսի կողմը և նույն ձևով եմ աշխատում մաքրելով չորացած ու ավելորդ մաշկը։ Չեմ մոռանում նաև մշակել կողային բարձիկները, որպեսզի հետո չկտրենք։ Իրականում ես հիմա նայում եմ տեսախցիկի մեջով ու դրա համար անգամ հետո մոնտաժելուց տեսել եմ, որ նաև սահում է գլխիկը, բայց դուք ուշադրություն դարձրեք եւ բնականաբար աշխատելու ժամանակ տեսախցիկի մեջով չեք նայելու, այլ անմիջապես նայելու եք եղունգին, անմիջապես նայելու եք մարդու մատին, ինչի հետ որ աշխատում եք, այնպես որ եղեք ավելի ուշադիր։ Այն ժամանակվա պես այլևս յուբիչկա չեմ անում այստեղ կուտիկուլայի հատվածում, բայց նաև մի փոքր վերև եմ բարձրացնում, որը օգնում է նաև հետո ավելի արագ կոկիկ կտրել ու տեսնել անգամ թե ինչ է մնացել ներսում, եթե դեռ մշակելու ինչ-որ մի բան կա։ Փափուկ խոզանակով հիմա կմաքրեմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ մնաց այնտեղ մաքրելու, եւ այս անգամ անելու եմ թաց կտրվածք։ Միշտ անում եմ չոր կտրվածք, ու շատերը ուզում են, որ նաեւ տեսնեն թաց կտրվածքը։ Ընդհանրապես կարող եք թրջել եղունգի կուտիկուլայի համար նախատեսված տոնիկով կամ սպիրտով, ես հիմա այս բան ուղղակի սպիրտ եմ արել եւ փոքր քայլերով կտրում եմ մկրատով։ Իդեպ մկրատները եւս կարող եք ձեռք բերել Nunail Brand Instagram-յան էջից։ Ստանում ենք այսպիսի կտրվածք, եթե անհարմար է, կարող եք պտտել ձեռքը եւ հակառակ կողմից կտրել, կամ դիմացից կարող եք վերցնել։ Սա արդեն կախված է նրանից, թե ձեր ձեռքի հետ եք աշխատում, թե հաճախորդի։ Այ հիմա արդեն ուղղազրկում ենք ամբողջ եղունգի մակերեսը, տեսնում ենք, թե ինչ կուտիկուլա ստացանք, հիմա չորանա, չոր վիճակում էլ ցույց տամ, որ չմտածեք, թե թաց ժամանակ եմ ցույց տալիս, որ ուղղակի փայլուն եւ մաքուր երևա, ինչպես շատերն են անում, ու իրենց թվում է, թե մենք չենք հասկանում այդքանը։ Ահա, այս էտապում արդեն տեսնում եք չոր կուտիկուլան, ոչինչով չեմ մշակել, շիլիֆովկա, այն որ ասում են, հա, պալիրովկա չեմ արել, ոչինչ արված չէ, ուղղակի կտրված է մկրատով։ Շարունակենք մեր աշխատանքը, եղունգի մակերեսին քսելու եմ կերատին, կարող եք օգտագործել նաև բազա։ Կերատինը կարող եք ձեռք բերել նաև Nunail Brand-ի Instagram-յան էջից։ Այն օգտագործում եք բոլոր նյութերից առաջ բնական եղունգի վրա քսելով։ Եվ եթե անգամ ձեզ մոտ կան հաճախորդներ, ում եղունգների վրա ոչ մի աշխատանք չի պահպանվում, ապա կերատինը օգտագործելուց հետո վստահ եղեք, որ այսուհետ բոլոր աշխատանքներն էլ կպահպանվեն։ Կան մարդիկ, ում ձեռքի վրա շատ ածլոյկաներ են լինում, կերատինը եւս կփրկի այդ ածլոյկաներից ձեզ եւ այլևս չեն լինի ածլոյկաներ։ Կան մարդիկ, ում եղունգները բարակ են, տկար են, ճկվող են, շերտավորվող են կամ հաճախորդը ինքն է պոկել նյութը։ Այդ դեպքում եւս ցանկալի է օգտագործել կերատին։ Ամբողջ եղունգի մակերեսը ծածկում եմ կերատինով, լույսով ստուգում եմ, որպեսզի հանկարծ բաց մնացած տեղեր չլինեն։ Որտեղ բնական եղունգը մնացել է ազատ, առանց որևիցե նյութի, ապա իմացեք, որ այդ հատվածում անպայման կլինեն շերտազատումներ։ Հիմա անցանք ամենահետաքրքիր մասին, չէ՞ որ մենք հիմա ստանալու ենք հստակ քառակուսի առանց որևիցե ֆորմա օգտագործելու, ու դրա համար անում ենք հետևյալը։ Ստեղծում ենք բորտիկներ եղունգների ներս գնացած եզրերի վրա, ինչի համար, որպեսզի մենք արդեն իսկ մեր բնական եղունգից ստանանք հստակ քառակուսու մոտավոր պատկեր, որն էլ հետո թեթևակի խարտման process-ի օգնությամբ կստանանք, կստացվի արդեն իսկ հստակ քառակուսաձև։ Մի անհանգստացեք, ժամերով չենք խարտելու, ուղղակի բորտիկը մշակելու ենք, որպեսզի այ հետո նոր շատ երկար բարակ խարտելու process չունենանք։ Ընթացքում անպայման ձեռքի փոքրիկ լամպով չորացնում եմ։ Իդեպ լամպը նույնպես կարող եք ձեռք բերել մեր Instagram-յան էջից եւ ստուգում եմ։ Տեսեք, փոսիկ է մնացել, այսինքն էլի ավելացնելու տեղ ունեմ։ Այսինքն կրկին հիմա ավելացնելու եմ գելը, շատ փոքրիկ քանակով, այսպես գծիկ եմ անելու ու նորից չորացնելու եմ ձեռքի լամպով։ Այդ էտապը կրկնում եմ այնքան, ինչը որ տեսնեմ, որ իմ բնական եղունգի աճման կետից հստակ եւ ուղիղ դուրս է գալիս քառակուսաձևի առաջին մեկ գիծը։
Ես գտել եմ ձևը սենդվիչ ֆորմաներով աշխատելու, տարբեր տեխնիկաներով եւ տարբեր լուծումներով։ Ուզում եմ կիսվել բոլոր ցանկացողների հետ։ Գրիր սենդվիչ բառը մեկնաբանությունների բաժնում։ Քեզ կուղարկեմ բոլոր պայմանները հուլիսի 5-ին կայանալիք օնլայն սեմինարի, որտեղ գլխավոր թեման սենդվիչ ֆորմաներն ու վերին ֆորմաներն են։ Սիրելի հետևորդներ եւ դիտորդներ, այս օրովակի մեջ որ դասընթացը որ ցանկանում եք ձեռք բերել եւ մասնակցել, անպայման գրում եք իմ Instagram-ի կամ Facebook-յան էջերին։ Անունը կրկին նույնն է, Նունենեյլմայստեր, այսինքն հեշտությամբ կարողանաք գտնել։ Նույն գործողությունը կատարում ենք հակառակ կողմի հետ։ Քանի որ եղունգի եզրերը ներս են ընկած, նայում եմ դիմացից եւ ավելացնում եմ այնտեղ, որտեղ որ ինձ համար պակասում են այդ եզրերը, որոնք հետո կարող են դառնալ հստակ քառակուսի։ Իսկ հիմա արդեն խարտոց սպաղում եմ եւ հստակ տեսնում եմ, թե որ հատվածն է պետք խարտել։ Տեսեք, շատ պարզ երևում է կլորիկություն կա եւ այդ հատվածը ուղիղ խարտում ենք։ Աշխատում ենք, որպեսզի խարտոցը ներս ու դուրս չգնա, դեպի ներս չծալվի, դեպի եզր չգնա, այսինքն հստակ ուղիղ գծով է խարտելու խարտոցը։ Հակառակ դեպքում նորից մեր եղունգը կդառնա օվալաձև կամ դեպի ներս նեղ գնացող եղունգ։ Այս ստացվեց, որ մեր արած աշխատանքը ջուրը գցեցինք ու նորից պետք է ավելացնենք գելով։ Այսպիսով խարտում եմ մի փոքր եւ ստանում եմ արդեն իսկ հստակ երկու կողմ։ Ստուգում եմ պարտադիր բոլոր կողմերից, որպեսզի վերացնեմ բոլոր թերությունները, որ արդեն վերջնականանելու եմ գելով հարթեցում ու դրանից հետո արդեն գրեթե խարտման process չենք ունենալու։ Հիմա արդեն դնում եմ թացատակ, որի վրա էլ դնելու եմ գելի կաթիլ եւ տարածելու եմ, որ այն ստացվի հստակ քառակուսաձև։ Արդյոք եղունգը տրավմայից հետո կարող է այսպես մաքուր աճել, հատկապես երբ տրավման եղել է մատրիքսի հատվածում։ Այստեղ եղել է հարված եւ աճելով եկել է առաջ։ Այս ֆոտոյում էլ շատ պարզ երևում է արյան զեղումը, ու այն իրականում ավելի խորքից է աճելով դուրս եկել։ Իրականում եղունգի տրավմայից հետո, երբ մեխանիկորեն եղունգի մարմինը առանձնանում է եղունգից, հազվադեպ դեպքերում է եղունգի արմատից կրկին մաքուր ու համաչափ եղունգ աճում։ Հիմնականում աճում է արդեն իսկ ձևացած։ Բայց այս դեպքում մենք չսպասեցինք, որպեսզի եղունգի մարմինը մնա բախտի քմահաճույքին, ինչպես նաեւ կիսապոկված հատվածներում, որպեսզի սնկային պրոցեսներ հանկարծ չզարգանան, մենք ընթացքում մշակեցինք այն Նունեյլ բրենդի օնիխոգելով։ Օնիխոգելը հիանալի պայքարում է նոր սկսվող եւ զարգացող սնկային պրոցեսների դեմ, ինչպես նաեւ երբ որ եղունգի մարմինը առանձնացած է լինում եղունգից, այն օգնում է, որպեսզի շատ արագ վերականգնվի եղունգը իր ամբողջ մակերեսով մեկ։ Ցանկալի է օգտագործել գիշերը քնից առաջ, որպեսզի քնի ընթացքում, երբ որ օրգանիզմը անցնում է հանգստի ռեժիմի, օնիխոգելը աշխատի իր ամբողջ ուժով։ Գելով թացատակը ստեղծելու ժամանակ ուշադրություն եմ դարձնում, որ ամբողջ եղունգի մակերեսը ծածկված լինի գելով։ Նաև իմ նախկին արած աշխատանքը քիչ առաջ որ արեցինք բորցիկները խարտեցինք, այդ էլ հետը պարտադիր պետք է ծածկված լինի գելի թացատակով։ Այ հիմա բերել ենք կաթիլը, լույսով ստուգել եմ, ամբողջ եղունգը ծածկված է գելով, դնում եմ կաթիլը եւ կլորավուն շարժումով բարձրանում ենք դեպի վեր, հետո աջ անկյուն, հետո ձախ անկյուն ու զիգզագաձև շարժումներով գելը իջացնում եմ ներքև դեպի եղունգի եզր։ Եթե զգում եմ, որ ընթացքում շատ ավել է գելը, ապա դատարկում եմ սրվակի մեջ։ Եթե զգում եմ, որ շատ պակաս է, ապա կրկին ավելացնում եմ մի փոքր կաթիլ։ Ինչպես ընտրել վերին ֆորման, որ աճման կետերում ժամանակից շուտ ջաքեր չլինեն։ Սա ամենավերջին մասն է, ամբողջ ընթացքը ցույց եմ տվել մաս 1-ում, 2-ում, 3-ում եւ 4-ում։ Բոլոր հոլովակները կան էջում։ Իսկ հիմա արդեն ձեզ ցույց եմ տալիս վերջնական աշխատանքը, սա կատարված է վերին ֆորմայով, ճիշտ ընտրված վերին ֆորմայով եւ գելով լիցք։ Վերջում էլ ծածկել եմ Nail Brand-ի կարմիր երանգով, հետո տոպով ու մշակել եզրերը։ Իմեջին միացած հետևորդները անվճար իմեջում գտնում են այնքան շատ գիտելիքներ, որ անգամ դասընթացների ժամանակ շատ ուսուցիչներ չեն տալիս։ Իսկ եթե խորացված ուզում եք մասնակցել դասընթացներին, ապա այս պահին գործում է 2 դասընթաց։ Հուլիսի 1-ից սկսվող 2 ամսյա օնլայն կուրսը եւ հուլիսի 5-ին կայանալիք օնլայն սեմինարը։ Դիր պլյուս եւ 2-ի պայմաններն էլ ստացիր։ Նշված դասընթացներին մասնակցելու համար գրեք իմ Instagram-յան կամ Facebook-յան էջերին։
Գելը նույնպես օգտագործում եմ Nunail բրենդից, այնքան հեշտ է հարթվում եւ հանգիստ ենթարկվում է քեզ, ինչ գործողություններ որ անում ես, հանգիստ կրկնում է։ Ամենավերջում բարակ վրձինով մի թեթև ուղում եմ, որովհետեւ սրանից հետո այլևս չենք հարթելու, եթե կարիք եղավ երկու եզրերից մի փոքր դեպի ներս կտանք, եթե ոչ, ուրեմն վերջացրել ենք հարթման process-ը։ Այսպիսի պատկեր ունենք, ստուգում եմ լույսի տակ, արագ ուղարկում եմ լամպ չորանալու։ Երկու կողմերից աննշան ցանկանում եմ դեպի ներս մտցնել, որովհետև հիմա ֆրենչ ենք գծելու։ Խարտոցը կրկին պահում եմ ուղիղ, ուշադիր եմ լինում, որ հանկարծ կլորավուն շարժումներ չանեմ, հակառակ դեպքում կստացվի նորից օվալաձև եղունգ։ Դե ինչ հիմա կսկսենք ֆրենչ նկարել։ Ֆրենչ նկարել շատ ժամանակ շատերը թույլ են տալիս այն սխալը, որ վերցնում են միանգամից շատ նյութ եւ չեն կարողանում կառավարել նյութը։ Կամ վերցնում են շատ փոքրիկ եզր ունեցող վրձին, կամ վրձինով կտրուկ կարճ գործողություններ են անում։ Այ վրձինով պետք է երկարավուն գծելով գնաք առաջ եւ անընդհատ չկտրտեք վրձինը եղունգի վրայից։ Շատերը փորձում են նաև ֆրենչ նկարել վրձնի միայն եզրի հատվածով, բայց ասեմ ձեզ, որ ընդհակառակը։ Ֆրենչ նկարելու ժամանակ վրձինը իր ամբողջ մարմնով աշխատում է եւ մասնակցում է այդ ֆրենչը նկարելու ամբողջ process-ին։ Հիմա այս ֆրենչը նայում եմ եւ նկարում եմ տեսախցիկի միջով, հիմա ընթացքում նաև առանց տեսախցիկի կուղեմ ու կվերադառնամ կադր։ Թե չէ լիքը մարդ կա պատրաստ, սպասում է, որ ասել, իբր ֆրենչ նկարել գիտի մի հատ էլ վիդեո արել, այդ գիտեմ արդեն իսկ, որովհետև շատ լավ տեսնում եմ ով ում է ուղարկում իմ վիդեոն ու արդեն պարզ է դառնում, թե ինչ են քննարկել ու իրենց թվում է, թե ինձ մոտ չի երևում էլի, որ իմ վիդեոները ուղարկվում են այլ տեղեր, բայց ես շատ բան կարող եմ տեսնել։ Այսպիսով ծածկում ենք եղունգը տոպով, դե բնականաբար ֆրենչը չորացրել ենք նոր։ Տոպով եւս իրավունք ունենք եղունգը հարթեցնելու, բայց այս դեպքում ուշադրություն ենք դարձնում, որ մեր կաթիլը ոչ թե լինի հենց վերևի ապեքսային հատվածում, այլ նաեւ մի փոքր ավել նյութ լինի ֆրենչի եւ կատնային գելի կծման հատվածում, որպեսզի անմիջապես գծիկով չտարբերվի։ Արդեն օրական պատրաստում ենք ավելի մեծ քանակ, քանի որ գնալով պահանջարկը մեծանում է։ Ծիրանի կորիզի յուղով հատուկ իմ պատրաստման եղանակով կրեմն է, անփոխարինելի միջոց է մաշկը խոնավ պահելու։ Տոպով ծածկելուց հետո բնականաբար կլոր լույսի տակ կստուգենք, կուղարկենք լամպ կչորանա ու վերջապես կխարտենք եզրը եւ կողքերը, որպեսզի մեր հստակ քառակուսին ստացվի։ Սկզբի համար կարճացնում եմ միանգամից բոռ ապարատով։ Ուշադիր ենք լինում, որովհետեւ ներքևում ունեմ հիպոնիղ, իսկ հիպոնիղը առողջ մարմին է եւ այն կտրել կամ մշակել հնարավոր չէ։ Դրա համար ուշադրություն ենք դարձնում, ոչ չցավեցնենք, թե իմը, թե հաճախորդինը առհասարակ եզրը այսպես կտրում ենք, կարճացնում ենք ու սկսում ենք խարտոցով թեթևակի մշակել, որ ստանանք վերջնական պատկերը։ Սիրելի հետևորդներ, շատ ուրախ եմ, որ դուք հետևեցիք ամբողջ ընթացքին։ Հիմա ամենավերջում բնականաբար կտեսնեք նաև եղունգը։ Այստեղ խարտոցով ձեզ ցույց եմ տալիս, թե ինչքան հստակ է ստացվել կողքերը, բայց թեթևակի խարտում ենք, որպեսզի ֆրենչը լինի մաքուր ու ավելի հստակ սիրուն տեսք ունենա։ Այստեղ քանի որ կատնայինով է արած հիմքը, մի փոքր սպիտակ ֆրենչը հետը ձուլվել է կարծես թե, բայց ամեն դեպքում արդյունքը վերջնական պատրաստ է, գեղեցիկ է, նուրբ է, ոչ մի տեսակի ֆորմաներ չենք օգտագործել, բայց ստացել ենք հստակ քառակուսաձև ֆրենչ։ Ահա, խնդրեմ, եթե հավանեցիք հոլովակը, ապա անպայման միացեք իմեջին, ինչպես նաև թողեք մեկնաբանություն, ես շատ ուրախ կլինեմ կարդալ եւ պատասխանել ձեր մեկնաբանություններին ու միացեք անպայման նաև իմ դասընթացներին։ Կհանդիպենք։